տարվա վերջին օրերին երկինքը կարծես փոխում է երանգը, նուրբ ակնարկներ տալով նրանց, ովքեր ճանաչում են դրանք։ 6 նշանների համար դեկտեմբերի սկիզբը կնշանավորի խոշոր ցիկլի մեկնարկային կետը, հնարավորությունների երկար շարք, կայուն աճ և կայուն բարգավաճում։ Սա բախտի հանկարծակի պոռթկում չէ, այլ այն ժամանակն է, երբ հանգամանքները համընկնում են ձեր օգտին, ի հայտ են գալիս բարենպաստ պայմաններ, ամրապնդվում են կապերը և դրվում է ապագա նվաճումների հիմքը։ Ստորև կգտնեք մանրամասն վերլուծություն այն մասին, թե ձեր կյանքի որ ոլորտները կստանան խթան, որ ներքին ռեսուրսները պետք է ակտիվացվեն և որ քայլերը կօգնեն ապահովել ձեր հաջողությունը գալիք տարիների ընթացքում։ Խորի։ Գործարար քաջության կոչը։ Խոյերի համար դեկտեմբերը կնշանավորի հնգամյա մասնագիտական վերելքի սկիզբը։ Էներգետիկ նախաձեռնությունները, որոնք նախկինում կարող էին մարել մեկնարկից անմիջապես հետո, այժմ ստանում են համակարգված աջակցություն և զարգանում են կայուն նախագծերի։ Դուք կզգաք, որ ձեր նախաձեռնությունները այլևս չեն կորչում քաոսի մեջ, այլ արձագանք են գտնում գործընկերների և ղեկավարության մոտ։ Նախկինում լայնածավալ փաստարկներ պահանջող գաղափարները կսկսեն իրականացվել նվազագույն դիմադրությամբ։ Սա այն ժամանակն է, երբ բիզնեսում համարձակությունը աստիճանաբար է արդարանում, այլ ոչ թե անմիջապես։ Յուրաքանչյուր հաջորդ ջանք ամրապնդում է ձեր դիրքերը և հնարավորություն է տալիս օգտվել մասշտաբի ընդլայնման համար անհրաժեշտ ռեսուրսներից։ Ձեր հաջողությունը ամրապնդելու համար կարևոր է կիրառել պարզ, բայց կայուն կառավարման ծեսեր, կանոնավոր հաշվետվություններ, թափանցիկ վերջնաժամկետներ և որոշ առօրյա առաջադրանքներ ուշադիր պատվիրակելու ունակություն։ Այդ դեպքում ձեր նախաձեռնությունները ոչ միայն կպարգևատրեն ձեզ ուշադրությամբ, այլև կվերածվեն երկարաժամկետ եկամտի և մասնագիտական ճանաչման աղբյուրների։ Աղեղնավոր։ Արևային հաշիվը, որը քայլ առ քայլ աճում է։ Դեկտեմբերի մոտենալուն պես աղեղնավորը կզգա, որ իր ֆինանսական հոսքերը նոր ուղղություն են ստանում։ Ոչ թե հանկարծակի աճեր, այլ հարստության կայուն աճ, հիմնված իմաստուն որոշումների և բարենպաստ հանգամանքների վրա։ Այս ժամանակահատվածը ձեզ հնարավորություն կտա մշակել ֆինանսական ռազմավարություն, որը ձեզ օգուտ կբերի հաջորդ մի քանի տարիների ընթացքում, լինի դա չափամոտ ռիսկի ներդրումներ, իմաստուն եկամտի բաշխում, թե հաջող պայմանավորվածություններ, որոնք կսկսեն կանոնավոր եկամուտ ստեղծել ձեր ցանկալի կայունության հիմքը։ Ձեր լավատեսությունը և ապագան տեսնելու ունակությունը ձեզ օգուտ կլինեն, բայց պրագմատիզմը կարևոր կլինի։ Գրեք ձեր արդյունքները, սահմանեք ֆինանսական նպատակներ և կառավարեք ձեր պարտավորությունները։ Երբ դուք համատեղում եք լայն տեսլանը հաշիվների կարգապահությամբ, փողը ավելի հաճախ կգա և կմնա երկար ժամանակ, ստեղծելով ձեր ցանկալի կայունության հիմքը։ Կարիճ։ Կարիերայի վերելքի լուռ ուժը։ Կարիճների համար դեկտեմբերը կբացի դուռը խորը փոփոխությունների իրենց մասնագիտական ուղղության մեջ, այն, ինչ նախկինում աննկատ էր մնում, այժմ կդրսևորվի որպես իրական հնարավորություն, ստանձնելու ավելի նշանակալի պաշտոն կամ ստանձնելու ձեր կարողություններին համապատասխան պատասխանատվություն։ Ձեր բնատուր վերլուծական հմտությունները և արդյունքների վրա կենտրոնանալու ունակությունը պահանջարկ կունենան։ Նախագծերը, որոնցում դուք ներդրել եք էներգիա, կսկսեն շոշափելի պտուղներ տալ։ Կարևոր ասպեկտ է ձեր հեղինակության և կապերի ուշադիր կառավարումը։ Նուրբ, լավ մտածված հաղորդակցման ռազմավարությունները կհանգեցնեն ձեր ներուժին համապատասխանող առաջարկի։ Առաջիկա տարիներին այս թափը պահպանելու համար կենտրոնացեք ձեր կարողությունների զարգացման և ձեր մասնագիտական բրենդի կառուցման վրա։ Ձեր հեղինակությունը կդառնա նոր առաջարկների մագնիս, իսկ ձեր զգացմունքները վերահսկելու ունակությունը կօգնի ձեզ գործել ռազմավարական և առանց ավելորդ շտապողականության։ Երկվորյակներ, կապող և բազմապատկող թելեր։ Երկվորյակները դեկտեմբերին կլինեն բարենպաստ փոփոխությունների կենտրոնում, կապված ձեր թիմի և ընտանեկան շրջանակի հարաբերությունների հետ։ Դուք կկարողանաք երկխոսություն հաստատել, աջակցություն ստանալ և նախաձեռնել նախագծեր, որոնք կաշխատեն ընդհանուր նպատակների ուղղությամբ։ Ձեր ճկուն հաղորդակցման տաղանդը կարևոր կլինի այնպիսի միջավայր ստեղծելու համար, որտեղ մարդիկ պատրաստ կլինեն համագործակցել և ռեսուրսներ ներդնել համատեղ առաջադրանքների մեջ։ Ընտանեկան հարցերում սա փոխըմբռնման և պարտականությունների բաշխման ժամանակաշրջան է, որպեսզի յուրաքանչյուր անդամ ստանա աջակցություն և ինքնադրսևորվելու հնարավորություն։ Հաջողությունը ամրապնդելու համար կարևոր է գրավոր ձևակերպել համաձայնագրեր, բաշխել պարտականությունը և բաց պահել հաղորդակցման ուղիները,
Այդ դեպքում համատեղ ջանքերը կտան երկարատև արդյունքներ և կամրապնդեն նյութական և հուզական անվտանգություն առաջիկա տարիների համար։ Ջրհոս՝ աշխատանքային հարաբերությունների օդային ճարտարապետը։ Դեկտեմբերը ջրհոսներին հնարավորություն կտա վերակառուցել իրենց աշխատանքային միջավայրը, համապատասխանեցնելով արտադրողականության իրենց սեփական տեսլականին։ Ձեր հետ աշխատող թիմը ընկալունակ կլինի ձեր նորարարությունների նկատմամբ, և դուք կկարողանաք համակարգված կերպով ներդնել համատեղ արդյունքները բարելավող գործելակերպեր։ Այժմ միայն տեսլականն է պակասում։ Այն կգտնի աջակցություն և ռեսուրսներ կայուն իրականացման համար։ Կազմակերպչական մշակույթին ուշադրություն դարձնել և գործընկերություններ կառուցելու կարողությունը կարևորագույն կլինեն։ Այն նախագծերը, որտեղ դուք հանդես եք գալիս որպես կապողողակ և գաղափարների գեներատոր, կստանան լրացուցիչ ֆինանսավորում և անձնակազմի աջակցություն։ Այս դրական միտումը 5 տարվա բարգավաճման շրջանում շարունակելու համար փաստաթղթավորեք աշխատանքային գործընթացները, ներդրումներ կատարեք թիմային ուսուցման մեջ և ձևակերպեք հաջողված գործելակերպերը, այդ դեպքում նորարարությունները ժամանակի ընթացքում չեն անհետանա, այլ կդառնան կորպորատիվ կառուցվածքի ամուր մասը։ Կույս՝ կարիերայի աճի նուրբ բռնակը։ Կույսերը մտնում են մի ցիկլ, որտեղ քրտնաջան աշխատանքն ու մանրագրգռությունը կսկսեն արդյունք տալ ճանաչման և շոշափելի կարիերայի առաջխաղացման տեսքով։ Դեկտեմբերը նշանավորում է այն ժամանակաշրջանի սկիզբը, երբ ձեր ջանասիրաբար ջանքերը կարտացոլվեն ընդլայնված պարտականությունների և հնարավոր է պաշտոնի բարձրացման մեջ։ Ղեկավարությունը ձեզ ավելի ու ավելի կընկալի որպես մեկին, ում վրա կարող են հույս դնել դժվարին իրավիճակներում։ Սա կստեղծի պայմաններ մասնագիտական առաջխաղացման, կարգավիճակի բարձրացման և աշխատանքային պայմանների բարելավման համար։ Շարժումը պահպանելու համար կարևոր է շարունակել կատարելագործել ձեր աշխատանքային մեթոդները և ստեղծել աճի համար տարածք։ Խորհրդատվությունը, գործընթացների համակարգումը և ձեր սեփական կրթության մեջ ներդրումները կբարձրացնեն ազդեցությունը։ Երբ դուք համատեղում եք աշխատասիրությունը պատասխանատվություն կրելու պատրաստակամության հետ, ձեր կարիերայի առաջխաղացումը չի լինի անսպասելի, այլ կլինի կայուն հետագծի մի մաս առաջիկա տարիների համար։